Հայկական բանակի օրվան ընթരാճ հանգստյան օրերին Չարենցավանի երկրապահ կամավորական միության անդամները, Չարենցավանի ԵՈՀԿ-ի անդամներն ու երկրորդ դպրոցի աշակերտները մաքրության և բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին քաղաքային Պանթեոնում։ Հայկական բանակի առաջին զինվորներից էին նրանք, ովքեր այսօր ամփոփված են Չարենցավանի քաղաքային Պանթեոնում։ Նրանց հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը միակ բանն է այս աշխարհում, որ դեռ կարող ենք անել հայրենիքի այս զավակների համար, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Հունվարի 28-ը նրանց տոնն է։ Տոնին ընթരാճ Չարենցավանի երկրապահ կամավորականների միության անդամները, երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության երիտասարդներն ու երկրորդ հիմնական դպրոցի աշակերտները միահամուռ ուժերով փոքրիկ շաբաթօրյա կազմակերպեցին քաղաքային Պանթեոնում, տունից մաքրելով ազատամարտիկների շիրմաքարերը։ Այսօր հավաքվել ենք մեր երիտասարդ ուսանողական միության և երկրորդ դպրոցի աշակերտների հետ միասին, մեր վետերաններ տղաների հետ միասին ազատամարտիկների նախատանական օր ամսի 28-ին մեր բանակի 22-րդ ամյակն է։ Այդ առումով որպեսզի մեր զոհված ընկերների հարազատները կարողանան իրենց հարազատների գերեզմաններին ազատ մոտենան, ձնի մեջ չթաղեն, որոշեցինք մի բարի գործ կատարել և մեր տղաների համար մաքրել։ Նախաձեռնությունը իհարկե պատկանում է մեծ մասը երկրորդ դպրոցի Զինղեկին, Թորոսյան Լևոնին, որ միշտ ամիսը մի անգամ երեխաներին բերում է այսպիսի գործ կատարում, և նաև մեր ուսանողական երիտասարդական միության նախագահ մեր Գառնիկին, շատ բարի գործ է, շատ շնորհակալ ենք մենք բոլորս և զոհվածների հարազատների կողմից և մեր տղաների կողմից, որ այսպիսի բան կատարում է։ Ես կցանկանայի, որ միշտ լինի սա, ձմեռ կլինի թե ամառը գան ջրեն ծաղիկները, ձմեռը ձունը մաքրեն, ավելորդ այդ չորացած ծաղիկները, այդ պսակները և այլը, որը որ պիտանի չի հավաքեն, մաքրեն տերիտորիան, դա իհարկե ընդհանուր գործ է մեր երեխաների, նաև հայրենասիրական գործ է, որ մեր երեխեքը սրանով նաև հայրենասիրություն է սերմանում իրենց, գալիս են ծանոթանում են մեր զոհված տղաների հետ և իրենց մոտ ինչ-որ տպավորություններ մնում է։ Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը և Չարենցավանի երկրապահ կամավորական միության հետ միասին բարձրացել ենք այսօր մեր զոհվածների Պանթեոնը, կատարում ենք մաքրման աշխատանքներ, ամսի 28-ին նշվում է մեր հայոց բանակի 22-ամյակը, նաև մեզ միացել է երկրորդ դպրոցի անձնակազմը աշակերտներով և ռազմավարության դասատուով։ Շատ լավ է այս ամեն ինչը, որովհետև բոլոր երիտասարդները, թե դպրոցականները պետք է իմանան նաև հենց սկզբից իրենց հայոց պատմությունը։ Նրանք բոլորը պետք է պատվով և պատասխանատվությամբ կատարեն այն բոլոր գործերը, որոնք չեն հասցրել անել մեր հերոս տղաները։ Սա բոլորի պարտքն է, թե երիտասարդների, թե դպրոցականների։ Նշեմ, որ ամսի 28-ին ժամը 6-ին Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը միջոցառում է կազմակերպել բանակի 22-ամյակին նվիրված, որը տեղի ունենալու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, բոլոր մեր համաքաղաքացիներին մեծ սիրով հրավիրում ենք։ Մենք այստեղ գալիս ենք ամիսը մեկ անգամ բարեկարգելու, որովհետև մեր պարտքն է ամեն մի զինվորի առաջ, որովհետև
Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք։ Մենք եկել ենք այստեղ, որովհետև սա մեր սրբավայրն է, մեր Չարենցավանցիների սրբավայրը, եւ մենք մեր պարտականությունն ենք համարում այստեղ մաքրել, այստեղ մաքուր պահել։ Մենք դեռ ամառնել ենք եկել, գարնան անցած տարի այստեղ 4 ծաղիկներն ենք մաքրում, ծաղիկներ ենք դնում նրանց գերեզմանին, որովհետև նրանք մեր հերոսներն են եղել, եւ սա մեր պարտականությունն է։ Մենք ամեն տարի 2-3 անգամ գալիս ենք եւ մեր պարտքն ենք համարում։ Քանի որ նրանք մեր հերոսներն են եղել, հիմա էլ մենք եկել ենք այստեղ մաքրում ենք, որպեսզի մաքուր լինի, հարմար լինի, սիրուն լինի, իրանց ընտանիքները կան տեսնեն, որ մենք իրանց չենք անտեսում, միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում են իրանք։ Սաթանիկ Բալաբեկյան, Գևորգ Բալբաբյան, լուրեր։